բեմոլավոր տոնայնությունները որոշում ենք բանալու կողքի նշանի օգնությամբ։ Եթե մենք ունենք 1 բեմոլ, ապա տոնայնությունը ֆա մաժոր եւ ռե մինորն է։ Իսկ եթե ունենք 2 բեմոլ, ապա նախավերջին բեմոլը մեզ հուշում է տոնայնությունը։ Ուրեմն սի բեմոլ մաժորը եւ նրանից փոքր տերցիան ներքև սոլ մինորը կունենան այս տոնայնությունները՝ սի բեմոլ մաժորը եւ սոլ մինորը ունեն սի բեմոլ մի բեմոլ։ Մենք եթե ունենք 3 բեմոլ, սի մի լյա, նախավերջին բեմոլը մին է, ուրեմն մի բեմոլ մաժորը եւ դո մինորը կունենան այս բեմոլները, ուրեմն մի բեմոլ մաժորը եւ դո մինորը կունենան 3 բեմոլ։ Եթե մենք ունենք 4 բեմոլ, նախավերջին բեմոլը լյա բեմոլն է։ Ահա, ուրեմն տոնայնությունը կլինի լյա բեմոլ մաժոր եւ ֆա մինորը։ Լյա բեմոլ մաժորը եւ ֆա մինորը ունեն այս 4 բեմոլները։ Եթե մենք ունենք 5 բեմոլ, սի, մի, լյա, ռե, սոլ, ռեն վերջին բեմոլն է, ռե բեմոլ մաժորը եւ փոքր տերցիան ներքև սի բեմոլ մինորը կունենան այս 5 նշանները։ Ուրեմն ռե բեմոլ մաժորը եւ սի բեմոլ մինորը կունենան այս 5 բեմոլները, այսպես շարունակ։